Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարվող համաներումը նորանկախ Հայաստանի պատմության մեջ 9-րդն է։ Համաներման որոշումը ազգային ժողովի կողմից հաստատման դեպքում կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Պատժից ամբողջությամբ կազմվել մոտ 400 մարդ եւ այն անձիկ, որոնց վրա կտարածվի համաներում, այսինքն պատժի չկրած մասը կկրճատվի, նրանք եւս կկազմեն մոտ 400, այսինքն մենք գործ կունենանք մոտ առապես 900-ից 1000 մարդու մասին, որոնք սրանք կտարածվի։ Ի տարբերություն 2009-ին հայտարարված համաներման որոշման, նախագահի այս առաջարկում 2008 թվականի մարտի 1-2-ի առնչությամբ ազատազրկված ընդդիմադիրներին վերաբերող առանձին կետ չկա։ Արդարադատության նախարարը նույնպես թիվ չի հրապարակում ընդդիմադիրներից քանիսի նկատմամբ ի վերջո կարող է կիրառվել այս համաներումը։ Սակայն առաջ անցնելով նշեմ, որ այն կկիրառվի մարտի 1-2-ի առնչությամբ ազատազրկված ընդդիմադիր 3 գործիչների՝ Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արա Հովհաննիսյանի նկատմամբ։ Ազգային ժողովում այսօր բազմաթիվ ելույթներ հնչեցին հանդուրժողականության, քաղաքական խաղաղ համակեցության մասին։ Այսօր մեր քվեարկությունը եկեք մի պակ խորենք հանրապետության նախագահի խոսքերի շուրջ։ Հիշենք, մենք իրավունք չունենք մեզ թույլ տալու մեր երկրում ունենալ իրար հանդեպ ճշտամաբար տրամադրված հասարակություն, մենք իրավունք չունենք ունենալու քաղաքական ուժեր, որոնք իրար հանդեպ տածում են, այսպես ասեմ, բացառիկ ատելություն, որոնց հարաբերությունների որակը ճշտամանքն է։ Մենք կարևորում եւ ողջունում ենք այն, ինչ վստահորեն կարելի է ասել, միտված է մեղմելու, երկրում կուտակված լարվածությունը եւ խթանելու հանդուրժողականության, համերաշխության եւ միասնականության մթնոլորտի ձևավորմանը։ Արդեն ժամանակ է ըմբռնելու եւ գիտակցելու, որ Հայաստանում ոչ թե իրարամերժ մի քանի հանրություններ են ապրում, իշխանություն, ընդդիմություն, ժողովուրդ, այլ մեկ ընդհանրական ազգ իր նպատակներով եւ խնդիրներով։ Եվ ես կուզեի, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից առաջարկող այս համաներումը ոչ միայն դիտարկենք որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես պատասխանատվության ընկալման մի նոր հավաստում, որպես պետության ներքին կյանքում արմատական փոփոխություններ իրականացնելու հերթական քայլ։ Անկախ պատգամավոր Վիկտոր Դալաքյանի գնահատմամբ այս համաներման քաղաքական ամենակարևոր նշանակությունը այն է, որ տարածվելու է մարտի 1-ի առնչությամբ դատապարտված անձանց նկատմամբ։ Վերջում նշեմ, որ այս համաներումը կկիրառվի նաև ընդդիմության կողմից քաղաքական բանտարկյալ համարվող Սարգիս Հացպանյանի դեպքում։ Չի կիրառվի Շմավոն Գալստյանի նկատմամբ։ Մուրադ Բոջոլյանը, որը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմած քաղբանտարկյալների ցանկում է ներառված, առաջիկայում կարող է ազատ արձակվել պատժաչափն ամբողջությամբ լրանալու առնչությամբ։